Պատմական մեդալ ձմեռային օլիմպիադայում Վրաստանի հավաքականի անդամներ Անաստասիա Մետելկինան և Լուկա Բերուլավան Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ ձմեռային մարզաձևերում նվաճեցին օլիմպիական արծաթ։ Մարզական զույգերով կարճ ծրագրից հետո Մետելկինա Բերուլավա զույգը 75.46 միավորով երկրորդ տեղում էր։ Նրանք նաև ազատ ծրագիրը բարձր մակարդակով կատարեցին և վաստակեցին 146.29 միավոր, իսկ երկու ծրագրերի գումարով զույգը հավաքեց 221.75 միավոր և նվաճեց արծաթե մեդալ։ Առաջին տեղն անցավ զույգը Ճապոնիայից, իսկ երկրորդ տեղը զբաղեցրեցին Գերմանիայի ներկայացուցիչները։ Հատկանշական է, որ արծաթե մեդալի հետ զուգահեռ գեղասահքում Վրաստանի հավաքականի հաղթող զույգը Վրաստանի կառավարությունից կստանա տրամական պարգև կես միլիոն լարի։ Այսօր նախագահը խորհրդարանի առջև հանդես կգա տարեկան զեկույցով։ Խորհրդարանական մեծամասնությունը Միխեիլ Ղավելաշվիլիից հետաքրքիր ելույթ է սպասում, իսկ ընդդիմությունը հայտարարում է, որ Ղավելաշվիլին վրացի ժողովրդի կողմից ընտրված նախագահ չէ, հետևաբար նրա ելույթն էլ առանձնահատուկ նշանակություն չունի։ Լիագումար նիստում նախագահի խոսքի ավարտից հետո խոսքով ելույթ կունենան խմբակցությունների նախագահները։ Այնուհետև նախագահը կունենա եզրափակիչ խոսքով հանդես գալու հնարավորություն, որից հետո խորհրդարանի լիագումար նիստը կփակվի։ Միխեիլ Ղավելաշվիլիին օրենսդիր մարմնում սպասում են մի քանի ժամից։ Հունգարիայի ընդդիմության առաջնորդը և ընտրություններում Վիկտոր Օրբանի հիմնական մրցակից Պիտեր Մագիարը հայտարարում է, որ չի աջակցում Ուկրաինայի արագացված անդամակցությանը Եվրամիությանը։ Նրա խոսքով այս կարծիքը կիսում են նաև Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը և նաև այլ եվրոպացի առաջնորդներ։ Մագիարը նաև նշել է, որ Եվրամիության յուրաքանչյուր թեկնածու երկիր պետք է լիովին բավարարի սահմանված չափանիշները մինչ բլոկին անդամակցելը։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեպուլը հայտարարում է, որ Բերլինը փաստացի սպառել է օդային պաշտպանության հրթիռների սեփական պաշարները և այլևս չի կարող դրանք անմիջապես փոխանցել Ուկրաինային։ Նրա խոսքով մնացած զենիտահրթիռները, հատկապես Պատրիոտ համակարգերի համար, ամերիկյան արտադրության են, և այն ամենը, ինչ դուրս է գալիս արտադրական օբյեկտներից, այժմ անմիջապես ուղարկվում է Ուկրաինա։ Նախարարը նաև կոչ է արել եվրոպական մյուս երկրներին ավելի մեծ ներդրում ունենալ Ուկրաինայի օդային պաշտպանության ուժեղացման մեջ։ Փետրվարի 14-ից 15-ին պատմության մեջ առաջին անգամ թայլանդական բռնցքամարտում անցկացվեց Վրաստանի առաջնությունը Թբիլիսիում։ Առաջնությունն անցկացվեց 4 տարբեր տարիքային կարգերում։ Դրան մասնակցեց ավելի քան 150 մարզիկ։ Ընդհանուր առմամբ խաղարկվեց մեդալների 26 հավաքածու։ Միջոցառմանը ներկա էր թայլանդական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր խորհրդի անդամ Էրդողան Այդինը։ Մրցաշարում դատավարեց հրավիրված միջազգային կարգի մրցավար Մուրադ Կազազը։ Ընթացիկ շաբաթում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի դրամաշնորհների քաղաքական գործունեության և քաղաքական ակտիվության հետ կապված օրենսդրական փաթեթը։ Ըստ փոփոխությունների դրամաշնորհ կհամարվի ցանկացած անձի կողմից ցանկացած սուբյեկտի փոխանցված դրամական կամ նյութական միջոց, որը կարող է ծառայել իշխանության վրա ազդեցություն գործադրելուն։ Քրեական օրենսգրքին ավելացվում է նոր հոդված՝ էքստրեմիզմը սահմանադրական կարգի դեմ։ Սահմանադրական մարմինների լեգիտիմության չճանաչումը դառնում է պատժելի։ Նախաձեռնության հեղինակները հայտարարում են, որ իրենց նպատակը սահմանադրական կարգի պաշտպանությունն է և այս ուղղությամբ իրավական մեխանիզմների ուժեղացումը անհրաժեշտ է։ Իսկ ընդդիմությունը գտնում է, որ նման փոփոխությունները սահմանափակում են արտահայտվելու ազատությունը, և իշխող կուսակցությունը փորձում է լեգիտիմության խնդիրը լուծել իրավական ճանապարհով։